Եվրոպայում աշխատանք փնտրողներ, զգուշացեք, որովհետև այսօր, եթե դուք օնլայն հարթակներում գրանցվում եք որպես աշխատանք փնտրող և տեղադրում եք ձեր անձնական տվյալները, օրինական ունը, ազգանունը, հեռախոսահամարը, հասցեն, ապա շատ հավանական է, որ դուք հետագայում դառնաք խարդախության զոհ, որովհետև այդ կազմակերպությունները գողանալով ձեր անձնական տվյալները, այն հետագայում օգտագործում են ձեր դեմ։ Օրինակ այսօր Բելգիայում բազմահազարանոց մարդիկ փոստով ստանում են նամակներ, որտեղ տեղադրված են հաշիվ ապրանքագրեր։ Women Sevenet կազմակերպություն քաղաքացիներից պահանջում է վճարել որոշակի գումար, օրինակ սկզբում 75 եվրո գումար, և վախեցնում է չվճարելու դեպքում տույժտուգանքով և դատարանով։ Շատ քաղաքացիներ լինելով շփոթված վիճակում դիմում են ոստիկանությանը, որպեսզի օգնություն ստանան, սակայն ոստիկանությունը պատասխանում է, որ դա Նիդերլանդներում գրանցված օրինական կազմակերպություն է, ունի ռեգիստրի համար, հաշիվ ապրանքագրեր է ուղարկում և իրենք ոչնչով օգնել չեն կարող։ Ինչ անեն շփոթված քաղաքացիները։ Շատերը միամիտ վճարում են այդ գումարները, համարելով, որ փոքր գումար է, ինչ է եղել, որ, սակայն երբ վճարում են, ընկնում են սարդոստայինի մեջ և այդ ագրեսիվ կազմակերպությունը շարունակում է ավելի շատ գումարներ պահանջել և դա լուծում չունի, դա անվերջ կարող է շարունակվել։ Ուրեմն, առաջինը, երբ որ դուք ստանում եք նամակ Sevenet կազմակերպությունից, առաջինը ընդհանրապես չվճարել իրենց պահանջած գումարը։ Նամակի վրա գրված է էլեկտրոնային հասցե։ Դուք այդ էլեկտրոնային հասցեին գրում եք, որ դուք ոչնչով պարտավորված չեք այդ կազմակերպության հանդեպ, գումար պարտք չեք և ընդհանրապես հրաժարվում եք գումար վճարել։ Այդ ագրեսիվ կազմակերպությունը նորից ձեզ կուղարկի նամակ պահանջելով կրկնակի գումար։ Այդ դեպքում դուք կնկարեք այդ նամակը, ձեր ուղարկած էլեկտրոնային նամակը, ինչպես նաև հաշիվ ապրանքագիրը և օնլայն հարթակում կդիմեք Centre Européen de Consommation Belgique կազմակերպությանը։ Ինչ է այդ կազմակերպությունը։ Դա Բելգիայում եվրոպական սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովն է, կազմակերպությունն է, որը զբաղվում է իրավունքների խախտված իրավունքների գործով, խախտված խարդախության զոհ դարձած քաղաքացիների գործով, միջնորդավորված նա կդիմի այդ կազմակերպությանը և դուք կփրկվեք, որովհետև այդ կազմակերպության միջամտությունից հետո բնական է, որ այդ ագրեսիվ կազմակերպությունը արդեն կվախենա և ձեզ չի անհանգստացնի և դրանով ձեր հարցը կլուծվի։